Ողջույն, սիրելի հետևորդներ։ Երբևէ նկատել եք մարդկանց, որոնք արտաքուստ շատ հոգևոր են թվում, բայց նրանց կողքին խաղաղություն չես զգում։ Շատ խոսում են Աստծուց, բայց սեր չկա։ Շատ գիտեն Աստվածաշունչ, բայց խոնարհություն չկա։ Այսօր մենք ապրում ենք մի ժամանակում, որտեղ նկարը հաճախ ավելի կարևոր է դարձել, քան իրականությունը։ Գեղեցիկ նկարներ, սուրբ խոսքեր, հիանալի ներկայացնում են իրենց մարդիկ, բայց ներսում դատարկություն, հպարտություն, սառնություն։ Եվ հենց այս թեմայի մասին է Մատթեոսի ավետարանի 23-րդ գլուխը։ Սա Հիսուսի ամենաթեժ, ամենաանմիջական եւ ամենահետաքրքրաշարժ քարոզներից մեկն է։ Այստեղ Հիսուս Քրիստոս չի խոսում մեղավորների դեմ, այլ կրոնական կեղծավորության դեմ։ Եվ սա չափազանց արդիական է նաև այսօր։ Այժմ Հիսուսը խոսեց ժողովրդի ու իր աշակերտների հետ եւ ասաց. Մովսեսի աթոռի վրա նստեցին դպիրներն ու փարիսեցիները։ Այն ամենը, ինչ կասեն ձեզ, արեք եւ պահեք, բայց մի արեք այն, ինչ նրանք են անում, որովհետեւ ասում են, բայց չեն անում։ Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերին, բայց իրենց մատով անգամ չեն ցանկանում շարժել դրանք։ Իրենց բոլոր գործերն անում են մարդկանց ցուցադրելու համար, լայնացնում են իրենց գրպանակները եւ երկարացնում իրենց հագուստների քղանցքները։ Սիրում են ընթրիքների ժամանակ պատվավոր տեղեր գրավել, ժողովարաններում առաջին օթյակները հրապարակներում ողջույն ընդունել եւ մարդկանցից ռաբբի, ռաբբի կոչվել, բայց դուք որևէ մեկին վարդապետ մի կոչեք, որովհետեւ դուք մեկ ուսուցիչ ունեք եւ ամենքդ էլ եղբայրներ եք։ Երկրի վրա ոչ մեկին ձեզ հայր մի կոչեք, որովհետեւ դուք մեկ հայր ունեք, որ երկնքում է։ Ոչ էլ ուսուցիչներ կոչվեք, որովհետեւ Քրիստոսն է ուսուցիչը։ Ձեր միջից ավելի մեծը ձեր սպասավորը պիտի լինի։ Ով բարձրացնում է իր անձը կխոնարհվի եւ ով խոնարհեցնում է իր անձը կբարձրացվի։ Վայ ձեզ, կեղծավորներիդ, դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ։ Դուք չեք մտնում, նրանց էլ, որ ուզում են մտնել, թույլ չեք տալիս, որ մտնեն։ Վայ ձեզ, կեղծավորներիդ, դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ շրջում եք ծովով ու ցամաքով, նույնիսկ մեկ հոգու նորահավատ դարձնելու համար, եւ երբ հաջողվում է, նրան ձեզանից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում։ Վայ ձեզ, կույր առաջնորդներ, որ ասում եք, ով երդվում է տաճարով կարևոր չէ, բայց ով երդվում է ոսկու վրա, որ տաճարում է, պարտավոր է կատարել։ Հիմարներ ու կույրեր, ի՞նչն է ավելի մեծ, ոսկին թե տաճարը, որ սրբագործում է ոսկին։ Նաեւ ով երդվում է զոհասեղանի վրա, կարևոր չէ, բայց ով երդվում է զոհի վրա, որ զոհասեղանին է, պարտավոր է կատարել։ Հիմարներ ու կույրեր, ի՞նչն է ավելի մեծ, զոհը թե զոհասեղանը, որ սրբագործում է զոհը։ Արդ ով երդվում է զոհասեղանի վրա, երդվում է թե զոհասեղանի եւ թե այն ամենի վրա, որ զոհասեղանին է։ Ով երդվում է տաճարով, երդվում է թե տաճարով եւ դրա մեջ բնակվողով։ Եվ ով երդվում է երկնքով, երդվում է Աստծո աթոռով եւ նրանով, որ նստում է նրա վրա։ Վայ ձեզ, կեղծավորներիդ, դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ տալիս եք անունուխի, սամիթի ու չամանի 10-րդը, բայց անտեսել եք օրենքի կարևոր կետերը, արդարությունը, ողորմությունն ու հավատը, հարկավոր է սրանք կատարել, իսկ մյուսներն էլ չանտեսել։ Կույր առաջնորդներ, որ մժղուկներին քամում եք, բայց ուխտերին կուլ եք տալիս։ Վայ ձեզ, կեղծավորներիդ, դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու պնակի դրսի կողմը, միշտ ներսը դեռ ձեռք եք բերել հափշտակությամբ ու անարդարությամբ։ Կույր փարիսեցի, նախ մաքրիր բաժակի ու պնակի ներսը, որպեսզի դրսի կողմն էլ մաքուր լինի։ Վայ ձեզ, կեղծավորներիդ, դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ նման եք գաջով սպիտակացած գերեզմանների, որոնք արտաքնապես գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամեն տեսակ պղծությամբ։ Դուք նույնպես արտաքինից մարդկանց արդար եք երևում, մինչ ներսից էլ լի եք կեղծավորությամբ ու անօրենությամբ։ Վայ ձեզ, կեղծավորներիդ, դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ մարգարեների համար շիրիմներ եք շինում եւ արդարների համար գերեզմաններ եք զարդարում, ասելով թե մեր հայրերի ժամանակ ապրեցնենք
մարգարեների սպանությանը մասնակից չենք լինի։ Ուրեմն ինքներդ ձեր մասին վկայում եք, որ որդիներն եք նրանց, որոնք մարգարեներն էին կոտորում։ Դուք էլ լրացրեք ձեր հայրերի չափը։ Օձեր, իժերի ծնունդներ, ինչպես եք փախչելու գեհենի դատապարտությունից։ Դրա համար, ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում մարգարեների, իմաստունների ու դպիների, նրանցից ոմանց սպանելու եք և խաչը հանելու, ոմանց տանջելու եք ձեր ժողովարաններում և քաղաքից քաղաք քալածելու, որպեսզի ձեր վրա ընկնի երկրի վրա թափված ամեն արդար արյան մեղքը, արդար Աբելի արյունից մինչև Բարաքայի որդու Զաքարիայի արյունը, որին սպանեցիք տաճարի ու զոհասեղանի միջև։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս ամենն այս սերնդի վրա է գալու։ Երուսաղեմ, Երուսաղեմ, որ կոտորում էիր մարգարեներին ու քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին, քանի անգամ ցանկացա հավաքել քո մանուկներին, ինչպես հավն է թևերի տակ հավաքում իր ձագերին, բայց չցանկացաք։ Ահա ձեր տունը ձեզ ավերակ կթողնվի, բայց ասում եմ ձեզ, որ այսուհետև ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ չասեք, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, ամեն։ Հիսուսն ասում է փարիսեցիների մասին, ասում են, բայց չեն անում։ Սա շատ կարճ, բայց սարսափելի խոսք է։ Կրոնական գիտելիքը դեռ հոգևոր հասունություն չէ։ Այսօր հնարավոր է անգիր իմանալ աստվածաշնչյան համարներ, խոսել հավատքի մասին, հոգևոր կոնտենտ հրապարակել, բայց իրական կյանքում չներել, չսիրել, չապրել ճշմարտությամբ։ Հովհան Ոսկեբերանն ասում էր. ավելի վտանգավոր է ճշմարտությունը խոսել և չապրել, քան ընդհանրապես չիմանալ այն։ Թող քո կյանքը համապատասխանի քո խոսքերին։ Փարիսեցիները մարդկանց վրա ծանր կանոններ էին դնում, բայց իրենք չէին օգնում։ Իրական հոգևոր առաջնորդությունը մարդկանց ճնշելու մասին չէ, այն մարդկանց դեպի Աստված տանելու մասին է։ Այսօր էլ մարդիկ երբեմն հեռանում են հավատքից, ոչ թե Աստծու պատճառով, այլ մարդկանց խստության, դատապարտման կամ կեղծավորության պատճառով։ Գրիգոր Նազիանզին գրում էր. նախ պետք է լույսը լինես, հետո նոր ուրիշներին լուսավորես։ Եթե առաջնորդում ես մարդկանց, առաջնորդիր սիրով, ոչ թե միայն պահանջներով։ Հիսուսը բացահայտում է նրանց ամենամեծ խնդիրը։ Նրանք սիրում էին երևալ։ Առաջին տեղերը, մարդկանց գովեստը, ուշադրությունը։ Սա մեր ժամանակների ամենամեծ հիվանդություններից մեկն է։ Մարդիկ ապրում են հավանությանը արժանանալու համար, լայք հավաքելու համար, լավ նկարներ ունենալու համար։ Եվ ցավալին այն է, որ նույնիսկ հավատքը երբեմն դառնում է կարծես շոու։ Աստծուն հետաքրքրում է ոչ թե այն, թե մարդիկ քեզ ինչպես են տեսնում, այլ այն, թե դու իրականում ով ես։ Եփրեմ Ասորին ասում էր. խոնարհ մարդը չի փորձում երևալ մեծ, որովհետև գիտի, որ Աստված տեսնում է իրեն։ Մի կառուցիր հոգևոր կյանքդ մարդկանց տպավորելու համար։ Այս հատվածում Հիսուս մի քանի անգամ ասում է. վայ ձեզ։ Սա ատելության խոսք չէ, սա ցավի խոսք է։ Նրանք ոչ միայն իրենք չէին մտնում, այլ ուրիշներին էլ խանգարում էին։ Այսօր էլ մարդիկ կարող են իրենց վարքով, կեղծավորությամբ, դատապարտող վերաբերմունքով մարդկանց հեռացնել Աստծուց։ Հաճախ հարցրու ինքդ քեզ. իմ կյանքը մարդկանց մոտեցնում է Աստծուն, թե հեռացնում։ Հիսուս ցույց է տալիս նրանց երկերեսանիությունը։ Նրանք մանր բաների վրա էին կենտրոնանում, բայց անտեսում էին արդարությունը, ողորմությունը, հավատարմությունը։ Այսօր էլ հնարավոր է վիճել երկրորդական թեմաների շուրջ, բայց մոռանալ սերը, ներողամտությունը, կարեկցանքը։ Վարսեղ Կեսարացին ասում է.
Աստծո օրենքի սիրտը սերն է, ոչ միայն արտաքին ձևերը։ Մի կորցրու կարևոր աննշան բաների մեջ։ Սա Հիսուսի ամենահետաքրքրաշարժ պատկերներից մեկն է։ Դրսից գեղեցիկ, ներսից մահ։ Արտաքին կրոնականությունը չի կարող փոխարինել փոխված սրտին։ Այսօր մարդիկ կարող են եկեղեցի գնալ, հոգևոր խոսքեր ասել, սուրբ երևալ, բայց ներսում ունենալ դառնություն, ներքին վիրավորվածություն, հպարտություն, գոռոզություն, նախանձ, թաքնված մեղք։ Աստծուց մի թաքցրու ներսիդ իրական վիճակը։ Եվ հանկարծ այս խիստ խոսքերից հետո Հիսուս կարծես ողբագին ասում է. «Քանի անգամ ցանկացա հավաքել քեզ, ինչպես հավն է հավաքում իր ճտերին»։ Սա շատ հուզիչ պատկեր է։ Հիսուսի խստասրտության տակ միշտ սեր կա։ Նա դատապարտում է ոչ թե ոչնչացնելու համար, այլ փրկելու։ Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացին ասում է. «Քրիստոսի խիստ խոսքերը ծնվում են սիրուց, որովհետև նա չի ուզում, որ մարդը կորչի։ Երբ Աստծո խոսքը քեզ մերկացնում է, մի փախիր, դա կարող է լինել բուժման սկիզբը»։ Այս գլուխը մեզ սովորեցնում է. արտաքին հոգևորությունը բավարար չէ։ Խոսքերը պետք է համապատասխանեն կյանքին։ Հպարտությունը քայքայում է հավատքը։ Կեղծավորությունը մարդկանց հեռացնում է Աստծոց։ Աստծուն հետաքրքրում է քո սրտի վիճակը։ Իրական մեծությունը խոնարհության մեջ է։ Քրիստոսի խիստ խոսքերի տակ միշտ կա սիրող սիրտ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, այս գլուխը ծանր է, որովհետև այն մեզ ստիպում է նայել ոչ թե ուրիշներին, այլ ինքներս մեզ։ Հեշտ է քննադատել փարիսեցիներին, բայց դժվար է հարցնել. արդյոք իմ մեջ էլ կա կեղծավորություն։ Այսօր աշխարհը հոգնել է կեղծավորությունից։ Մարդիկ փնտրում են իրականություն, ոչ կատարյալ մարդկանց, այլ անկեղծ մարդկանց։ Այսօր Քրիստոսը քեզ չի կանչում պարզապես կրոնական լինելու, նա կանչում է քեզ ճշմարիտ լինելու, խոնարհ լինելու, սիրող լինելու, ներսից փոխվելու հնարավորությամբ։ Եվ երբ քո ներաշխարհը փոխվում է, այն ժամանակ հավատքը դադարում է լինել դիմակ, դառնում է կենդանի հարաբերություն Աստծո հետ։ Սիրելի բարեպաշտ հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին և նաև ուղարկել ընկերներին, բարեկամներին ու հարազատներին, որպեսզի Աստծո խոսքը նրանց ևս հաղորդակից դարձնեք։